Այսօր հետաքրքիր էֆիր լինելու մենք ինչպես միշտ մի քիչ թեթև թեմաներով խոսենք, մինչև մարդիկ հավաքվեն, հա։ Այս երևի շատերը տեսան, ով չի տեսել, Машина времени Մակարևիչ ես գցել էի բանում, հա։ Ուրեմն տեսակ շատերը դա երկը։ Ուրեմն Ժողովուրդ ջան, Մակարևիչ հիմա Իսրայելում է ինքը անտիպուտինական է, իր բառերը ցիտում եմ. Я ненавижу это чудовище, это не моя Россия, это страна чудовища. Ցիտում եմ. Մակարևիչի հետ ես ծանոթ եմ 88 թվից։ Չեմ ասի ընկերենք, չէ, բայց հա, շփվում կա, բանը կա եւ այլ։ Ինքը 88 թվին Հայաստանում էր Ղարաբաղի ցույցերին օպերայում։ Հա, հիպիներ են կայնած, ես էլ էի իմ արևին հիպի, սենց բանով մազեր, բան, բրասլետ եւ այլ, հա, Մակարևիչն է։ Իր լրիվ թմով, բոլորի անունը չասեմ։ Հա, որ գորում ենք Արցախ, գորում են Արցխամոր, սխալ են լսել, գորում են Արցխամոր։ Հետո իրար հետ Սոչի գնացինք, բան, ոստիկանները մեզ ընդեղ բռնին չհասկացա տենցել։ Իսկ քանի որ հիպի էին, իրանց մոդա էր, պասպորտը 4 անգամ սկլատկա էին արել սենց, հիշում եք շալվարներ են դեմը գրպաններ, այդ դեմի գրպանը պասպորտը 4 անգամ սենց ծալած, բան եւ այլ։ Ինքը շատ է սիրում Հայաստանը ու 88 թվի ցույցերին ինքը կար Մակարևիչը։ Ну, потом его назвали дедушка, бана, իրա кличкան дед, տենց ենք ասում, մեծ ատարով մարդը դրա համար եմ գցել իր այդ երգը, մեծ հարգանք իրան, ինձ թվում է բոլորն էլ կհարգեն մեր հայերը իրան, որովհետև իրոք Հայաստանին ինքը շատ լավ է վերաբերվել։ Լավ, ժողովուրդը արդեն հավաքվում է, սկսենք մեր թեմաներից։ Այսօր մի քիչ անսովոր է լինելու, մի քիչ ժոստի է լինելու ժողովուրդը, որովհետև արդեն ստեղս եք հասել մի քանի մարդիկ։ Միշտ ասում եմ անունները չեմ տալիս դեռ, այսօր մի քանի անուն տալու եմ ես։ Я говорил вам, не будите вы лихо, пока оно тихо. Հիմա ստացեք, այս ժողորդին դուք էիք խապում, հիմա լսեք, ձեր մասին, անուններով, մինչև սկսեմ դա ասել է, ժողորդ ջան, մի հատ էլ բան ասեմ, մենք Facebook-ում, ինտերնետում շատ ակտիվ ենք, ինձ հավես է, ինձ կայֆա չէ, Արման Բայջանյանը գնաց ռուսական դեսպանատության դեմ, Մարդ էր հավաքել, որ մենք ռուսներին ասենք, այս ինչ եք անում մեր հետ, մեր վիճակը այս ինչ է, չէ։ 19-20 մարդ էր հավաքվել всего։ Միացեք այդ մարդուն։ Անպայման չի, դուք իրան սիրում եք, թե չեք սիրում, սաղիս մասին ինչ ասես չեն գրում, սաղիս մասին։ Մտքի հետևից գնացեք, ոչ թե, արա, սրա մասին գիտես ինչ են ասել, մտքի հետևից գնացեք։ Այդ մոմենտին պատժկա արեք ունի այդ մարդուն։ Այդ մարդը մեր համար, բոլորիս համար չպետք է հետի քաշ տար։ Մենք էլ պետք է հետը գնայինք, չէ, ես Երևանում չեմ, ցավոք ես Երևանում չեմ։ Այդ ամբողջ շուխուրներին ես եղել եմ։ Բայց հիմա այդ մարդը, որ գնաց այնտեղ մարչի միացավ իրան, ստեղ ինտերնետում նստած 3-4 հազար հոգի ինձ լայք են դրում, որ ռուսների մասին վատ բան եմ գրում։ Բայց ձեր ցավը տանեմ։ Գոնե 300 հոգի հավաքվեիք գնայիք ռուսներին բան ասեիք։ Արման Բայջանյանի հետևից չեք գնացել։ Լավ, եթե իրան չեք սիրում։ Բայց գնացեք այդ ռուսներին այդ ոչը ասեք։ Հիմա սենց բան ասեմ, Վալերի Պողոսյան մարդը, որը էֆիրներ շատ է մտնում, հա, շատ է խոսում, էֆիրներ է տալիս եւ այլ։
Դու ինձ հիշում ես, չէ՞։ Մենք Գենշտաբում հանդիպել ենք Գենշտաբի պետի մոտ, Օնիկ Գասպարյանի մոտ։ Ու թե քո ընկերներ, Քուշևներ, по-моему, ընկերը դեր все-таки շեֆը չէր։ Սուրեն Հովանիսյան, գեներալ։ Հիշում ես իրեն։ Ինձ գնդապետ է զանգում, ասում է, Գոր, էսի, այսինչ մարդն է։ Անեն շոկային բաներ է ասում եմ, ապեր, կայնի, մի հատ ուրիշին զանգում եմ ուրիշ գնդապետի Ռաֆոյի թույլատրություն չեմ հարցրել, բայց այնքան աղբեր ընկեր է, որ հա, առանց թույլատրություն հարցնելը բանը իրանուն տալիս եմ հիմա էֆիրում։ Զանգում եմ, ասում, Ռավ ջան, էսի իրոք էդ, է։ Արա ասում է, Գոր, դու ես ծեծե, անձամ դու ես ծեծե սրան։ 92 թվին էսի սամաստրել էր հաթերքում գեներալ Սուրեն Հովանիսյան։ Այդ է մարդը, որ ինձ ոտի վրա գցում էր։ Այս մարդը քիչ է սամաստրել, կստացի մի հատ դեպք գիտեմ, սա Ղարաբաղի պատերազմի ժամանակները, մի հատ դեպք գիտեմ սամաստրելի, էդի ինքն է եղել։ Բայց ես դրա համար չեմ ծեծել իրան։ Մենք սիգարետ էինք ստանում պետությունից, այսի սիգարետի գողանում էր, չերես մարդիկ ծախում էր ջոկատներին։ Այս տղենն էլ է ծեծել, ով ինձ զանգեց։ Այն մեկին էլ որ զանգի, ասում է, Գոր դու էլ ես դրան ծեծե, չես հիշում։ Հիմա Վալերի Պողոսյան, ես սրա մասին ասեցի Սուրենի մասին, ով է ինքը, ինչ է ինքը։ Արի բերանես մի բաց էլի, մտնում եք սենց տայնի սենց կուտոկներով, բանը, իմ մասին բան եք խոսում, ուզում եք պատմեմ։ Ախար, мало не покажется, если я открою рот։ Հիմա ես սրա մասին պատմում եմ բերանես։ Ամոթ արա, իմ վրա խեյպ եք հավաքում, անունս տալիս եք, որ մարդիկ հավաքվեն։ Տղա ջան, լսի, չկրված տղեն, որ պոնտեր անում, ես կրվել եմ եւ այլ, եթե կրվող տղու հետ է հանդիպում, մի րոպեից բռնվելու է, որ ինքը չի կրվե։ Մի րոպեից, բուկվալնա։ Երկու հատ հարց ես տալի, всё, բռնվավ։ Էդի են ձեր Ռոբերտ Քոչարյանի նման։ Սաղ տեղերը կրվել է, սաղ տեղերը բան, արա որտե ես կրվել, որտե եմ քեզ տեսել։ Ով ինձ լսում է, հիմա հաստատ բարեկամ ունի, որը կրվել է։ Հələ մի հատ հարցրեք, Ռոբերտ Քոչարյան խրամատում տեսել են։ Սերժ Սարգսյանին տեսել եմ, կրվելու չեմ տեսել, բայց խրամատ եկե մտել է, հա, եղել է տես բաներ։ Սերժ Սարգսյանը բանում էր, շտաբում էր, նստած, ладно, տիլավիկ էր, հա, աստված իրա հետ։ Բայց Ռոբերտ Քոչարյան, դու ընդ вообще չկայիր։ Ես ինչ պոնտեր ես անում, ես, բան, մի հատ տղա մարդ, ես ինչ, դու ով ես, արա։ Գրի, թերթերք մեջ գրել իմ մասին, ռոզիսկում եմ, նարկո բարոն եմ, ես ինչ եմ, եւ այլ, գրի, այդ ստերը գրեք։ Հավատացողները հավատում են։ Ու մի հատ բան, Ալեն Սիմոնյանի մասին ասեցին, էլի այդ ստերը գրեցին, ինչ փրտե շենքեր ասարկում, բան ասարկում, Ալենը մտել է էֆիր, ու բանը, Ժորժյան էս սենց բան չկա եւ այլ։ Ալեն ջան, մեղնել է ձեր ձեռը, չագուչնել է ձեր ձեռը, օրենք ընդունեք, որ սուտի համար պետքա բերդ նստեն, հերիքա, ստեղ ես ասան։ Իմ մասին են ասում, քո մասին են ասում, այն մեկի մասին են ասում, հազար հոգու մասին ասում, ինչ ասես նարուն գրում են։ Հիմա նայեք, եթե ես դատի տամ, Ժողովուրդ ջան, ոնց է, մոտարապես 300-ից 400 հազար ես տալու եմ ադվոկատին գումար, որ այդ դատը գնա, դատն էլ մի 2 տարի գնալու է։ Ու վիտոգի դատը լավագույն դեպքում 50,000 դրամ ինձ փոխանցել։ То есть, այն դեպքում եմ ես տուժված, որ իմ մասին սուտ են ասել։ Դատի իմ տվել, այս դեպքումն էլ է բանը գորը տուժված, որովհետև ինքը 400,000 կորցրեց, իրան 50,000։ Այդ նորմալ է։ Օրենք ընդունեք։ Մեռան կարա, արդեն հնարավոր չի։
ուրեմն ես ուզում եի խոսեի այս բանակի պրիզիվի մասին մեկ էլ Ժողովուրդ ջան, այս որ օրենք են մտցրել, որ գումարով կարա ազատվի մարդը բանից, բանակից։ Ես էլ չգիտեմ, էլ ինչ ասեմ, դա ձեր համար նորմալ է թվում, այս բանակի պրիզիվի հարցը, փողով որ կարա երեխեն ազատվի բանակից։ Ժողովուրդ ջան, հավատացեք, 10 հատ երեխա ունենամ, 10-ին էլ փողով բանակից կազատեմ, փառք Աստծո, այդ հնարավորությունը ես ունեմ։ Բայց եթե իմ երեխան չէ ծառայի բանակում, զզվելով եմ հետը խոսալու, դա իմ երեխեն չի։ Էլի տերովին տերը տարավ անտերին գելը տարավ, հասարակ մարդու երեխեն գնա բանակ ծառայի, են հարուստներ երեխեք չծառային, խի։ Այս ինչ օր եք ընդունել։ Չի կարելի։ Ժողովուրդ ջան, ինչքան քրիտիկա են կանում Կարեն Դեմիրճյանին, Լևոն Տեր-Պետրոսյանին, Կարեն Դեմիրճյանի թորներ ոնց որ, թե թորներ, թե տղեներ, բանը մի օր գնացի ընկերոջս մոտ զորամասում, տենամ, թե թորներ, թե բաններ, երեխաներ իրա, տղեներ իրա, ծառայում էր։ Արո ես էլ սենց զարմացած աշկերը սենց դարած ոնց իրա տղեն էլ, հա, տենց պետք է լինի։ Այո։ Հերիքը այդ բաները գլխներից բերեք, մի արեք այդ օրենք ընդունում եք կոռուպցիան հիմա բան եք սարքում, մարդիկ էլ կա գրում են բանը Գորջան դե գնում էին բժիշկ էին առնում, բժիշկը սուտ հիվանդություն էր գրում, գոնե հիմա փողը պետական բյուջե կգնա, գոնե բան կլինի, ոչ, Ժողովուրդ ջան, ոչ, տես բան չի լինելու։ Կոռուպցիայի դեմը առեք, այդ բժիշկը որ ստուգում է, բռնեք նստեցրեք։ Դի բժիշկա վեկալում սենց ստից բաներ գրում, երեխում բանը փողով ազատելա, հիմա էլ не можем бороться, возглавим, հա? Տենց, հա? Ամոթ արա все-таки հայ ենք։ Էլ չեմ դիմանում, ես այսքան Նիկոլին պատժ կանելով, բան անելով եւ այլ, հիմա էլ եմ անում։ Բայց այս օրենքները, այսի աբսուրդ է, այսի չի կարելի ընդունել այս օրենքը, Ժողովուրդ ջան։ Էլ եմ ասում, ես ինձ վնաս եմ խոսում, իմ երեխեքի ես բանակից կազատեմ, հա, ինչ է եղել, փողը տվեցի, ազատեցի, չի արա երեխես հələ փորձի չծառայի։ Ես շտաբերի դեմ լաց եմ, որ ինձի տանեն կրվի, ինձի կրվից բանարին հետո իմացա, շատ տարի հետո իմացա, հրամանատարը Արամոն էր, բանը ասում է, իմ մոտ ներքի հրաման էր Գորջան, որ եթե միակ տղա ես, բանը, ես միակ տղա էի տանիքում, то есть քուր ու եղբայր հալալ ես չունեմ, հա, բանը, բոյ չպիտի տանենք, ու ինձի Իջևանից հետ են ուղարկում Երևան, մի հատ էլ սիրուն բան են ասում, բան, դու գնում ես Զապաս ջոկատի հրամանատար, ընդեղ բան 17 տարեկան լակուտ, Անդեղ են ուղարկում Երևան, լացելով չեք պատկերացնում վիճակս։ Արա տեղեքը բոյն մտնելու ինձի Երևան են ուղարկում։ Հա, մի շաբաթից հետ եկավ, սոտկի ադեբիլցից հետ եկավ, հրամանատարում ստացել։ Բայց դոյս մեր տեղեքը սենց ացելով, դապիցանելով, այդ հրամանտոր գնան, կայնեն, բանանեն, ողը տարիսում էր։ Դու ով ես Սարա։ Ունտենակ տենց մարդ, որ փողով երեքում, ավիցային փողով երեքում ազատել է բանակից, տկեր երեքում, չի կարել։ Այդ հայ է, լաբլաջ, հայ է։ Լավ։ Մեկ էլ մի բաները
Գերմանական գաղտնիքները ասում։ Ոչ թե Սնարյադներ են դրել։ Ես իմ ինչ էլ չի էլ, մի տոկոսը չեմ ասում, ինչը կա ժողովուրդ ջան, իրավունք չունեմ ասել, կնստեմ բերդ եթե ասեմ։ Դրել են դեր, ֆիրմայի հեռախոսի համարը, ֆիրմայի հասցեն, բանը, ապրանքները դրած եւ այլ, յատոժը ասատրինան գրում է, դուք գաղտնիք եք ասում, արա տղա ջան, ես չեմ ուզում այդ մարդու հետ հիմա կոպիտ խոսել, այդ մարդկանց հետ կոպիտ խոսեմ, բայց հասկանում եք, что вы меня оскорбляете, հակառակ կստանաք։ Այս էքերում անուններով կասեն, այս ազգը սոված է, այս ազգը ուզում է մի բան լավ է լսել։ Ոչ թե մենակ Facebook-ը ֆորմատական գերեզմանի քարի մոտ նկարվել են ողբան, չէ արա միած բան ուզում ես այս ազգը։ Բաց ինֆորմացիա ասում եմ, լավ ինֆորմացիա, բաց Երի քարը սաղը դյատոն ասում եմ։ Կավոր ձեր մասում բաց եմ ձրեմ, ախավ հատիկ է ողի չում։ Արա Երևանի տղայի նման բանի Երևանի տղա ասում եմ Նիկոլում գև է ով Երևանից է շատ լավ հիշում է Թամամյան Հովիկով է ինչ արեց ուշորեց եկեք ես պատմեմ ով չի Յան պատմեմ Ոստանության բարջություն Սանեկս ասում է մեկ էլ վերևից տրուպ բանը մարդ անգնում երորդ հարգից ներքեց սուտ եմ ասում դատի տվեք եթե խապում բերանս չբաց էի повторяю не трогайте лихо пока он մասում երորդ հարգից ներքև մարդ անգնում երկրորդ հարգի պատուհանից տենում են այստեղ են վազում է պատուհանի մոտ տենում է այստեղ են չափարների վրա ամեն բանը որ զաբորը կա սենց երկատներից անգելա սրա վրա այս չափարները սենց բանը կանած է աղջիկին բրթում է դուս անում ասում է չմոտիկանեք պատուհանին Թամամյան Հովիկի առաջի հրամանը լինում է կաբինետը մաքրեք լվացեք շուտ արեք իջնում են 6-ի աշխատողները իջնում են սրան բանը այս տղային հանում են բանից, այդ զաբորից, տանում թաղում են այս սենց սղալով գնում է ստուտ եմ ասում դատի տվեք այդ գործը Երևանի կեսը գիտի ուբլուդկի այդ դրանից ենք բրծե ես դրա համար եմ Նիկոլին հարգում ինչքան էլ ես իրան չսիրեմ ժողովուրդ ջան ես իրան այնքան եմ կրիտիկա անում ես ասում եփ ենք բրծնելու բայց Նիկոլը դրանից վերջ բրծացրեց մեզ Եկեք ուրիշ պատմություն պատմեմ, էլ ինչից ենք բրծել։ Ուրեմն միլպետները ռայոնների շաբաթական, կրկնում եմ, շաբաթական, տոլի 50, տոլի 70 հազար, պրոս խարնում եմ, տոլի գայի պետներ $70,000 շաբաթական տալիս, տոլի միլպետներ տալի 70,000, են մեկն էլ 50,000 տալի։ В общем, հաշվենք 50,000-ը։
Ուրեմն Էշմիածինից զանգում է Միլպետը, Երևան ասում է, այս շաբաթօրը չեմ կարա գումարը տամ։ Շուխուր մուխուր բան, հա, դուս է գալիս, որ մեր Էշմիածինում շատ լավ հիշում եք ով էր տիրականը, ասում է դու Երևան չունես տալու նախարարություն, ինձ պետք է տաս։ Ուրեմն ուրբաթօրը ինքը գումարը չի տալի, շաբաթօրը չի տալի, հա, կիրակի օրը դե սա հանգստանում են, երկուշաբթի օրը նախարարությունում ոստիկանության նախարարությունում, հա, MVD անան, արա էսի փող չի տալի։ Բա էս ինչ է կատարվում դու դա սիդա, բա ասում է սրան պետք է բռնենք։ Ուրեմն ինչ են անում։ Մի քանի հատ օպեր, 3 հատ օպեր հավաքվում են ավտոմատներով, մեքենայի մեջ գցում են ավտոմատ, գնում են Էշմիածին։ Իսկ բանը կապը այն վաղ մինչև հիմա էլ տղեկ ձեզ եմ զգուշացնում, տղավարից զգուշացնում եմ։ Պուտանքեկի 90%-ը ոստիկանության հետ կապ ունեն։ Չերես պուտանկա բան են անում, այնտեղ սլուխ են անում, որ հեսա մեքենա է մտնելու զենքով Էշմիածին։ Վրաս սրանք զանգում են Էշմիածին Միլպետին, որ մարդ է մտել, հեսա կարակ բռնեք, հեսա փող բանանեք մարդկանցից։ Հա, սրանք մտնում են, սրանց բռնում են, ու 15000 փող կամ նստելու եք։ Պապայի զանգեմ, չէ, ձեր մարդու չզանգես, բան մեծ մարդու չզանգես, պապա մամա չկա, ջայլներից զանգի մեկը, որ բանանի։ Փողը բերի, 15000 բերեք, բաց ենք թողում։ 15000-ը բերում են։ Բերում են տալիս են, այս տղեկին բաց են թողում։ Երեքն էլ օպեր են, հատուկ օպերացիա էր։ Ու երկուշաբթի Միլպետին, Էշմիածինի կանչում են Երևան վարչություն։ Ինքը գալիս է մտնում է կաբինետ, կանչում են լրիվ ուրիշ հարցով։ Կանչում են գալիս է մտնում է կաբինետ, ու տենում է այս երեքին։ Սանիկս էլ մեջներն է, ու սենց անում։ Ու գնում է աթոռի վրա, սենց բան եղած է, բռնվավ։ Իրան նստացրեցին за коррупцию։ Պլատի չես եղել, հիմա կոռուպցիայի համար կնստես։ Ժողովուրդ ջան, այս սաղ ասածս նրա մասին է, սենց պատմություններ լիքը կարամ պատմեմ, շոկի մեջ կլնեք։ Այնպես բաներ կպատմեմ, գիշերը չեք քնի։ Այս ամեն ինչից բրծանք, մերսի Նիկոլին։ Բայց որ ինքը ահավոր է աշխատում, ես էդ էլ եմ ասելու։ Ու ինձ հանգարց մեկը չփորձի առնի, բան, ախպեր հիմա դու դառնաս քոչարական, հիմա դու դառնաս էսական, ես մինչական եւ այլ։ Բացառվում է։ Ես շատ լավ եմ ապրում, ինձ առնել հնարավոր չի, 2 անգամ փորձել եք։ Հիշում եք ինչ փողերով։ Բացառվում է։ Թույլ տվեք մի հատ անկախ ձայն լինի այստեղ։ Ու ասի Նիկոլի մասին լավն էլ, վատն էլ։ Հա, Նիկոլին մերսի, այս ամեն ինչից մեզ փրկեց։ Բայց հիմա որ սրանք գլուխները բարձրացրել են, դա Նիկոլի մեղավորությունն է։ Ինձ թվում է ես մենակ չեմ տենց մտածում, լիքը մարդ տենց է մտածում։ Ինչ է ուզում ասեի մեկ էլ ժողովուրդ ջան։ Հա, ժողովուրդ ջան, բանը մեկ էլ մի հատ բան է ուզում խնդրեի, այս էֆիրում 2 անգամ եմ բան ասել, այդ մարդկանց գտել են, ում ուզում էի, շատ է ուզում գտնեի։ Մի հատ էլ բան ասեմ, էլի խնդրում եմ, ով ճանաչում է, հավատում է, որովհետև 2 անգամ գտել եմ այդ մարդկանց, չերես մարդիկ զանգել են, ասել են բան։ Ուրեմն տղայի անունը Արտուրը, եղբոր անունը Սամվելը, մայրիկի անունը Գոհարա, Բանգլադեշում Բլեյանի դպրոցի վերևն էին ապրում, հետո Մոսկվա իրան գնացին ապրեն։ Ես Արտուրին շատ եմ մանգալի, ես կլնեմ ամենաերջանիկ մարդկանցից մեկը, եթե ես Արտուրին գտնեմ։ Խնդրում եմ, ով ճանաչում է այդ տղուն, բան արեք, էլի մի հատ ասեք, որ իմ հետ կապնվի։ Մի արտակարգ մեծատառով հայ տղա էր, խնդրում եմ ձեզ, եթե կարողանում եք անեք այդ։
Ուտենց վերջում նորից կրկնեմ, այս օրենքը բանակի համար adminiție, հետ կանչի կտ օրենքը, դա նորմալ չի, եթե մարդը փող չունի, դա չի նշանակում, որ իրան գելն է տանելու, ոչ, սիրում եմ ձեզ բոլորիդ, գրկում եմ լավ եղեք, ձեր ցավը տանեմ